առաջնում երկու հարց ունեմ։ Մի հարցը առաջացել է ձեր նախորդ ասուլիսից հետո, երբ որ մեզ լրագրողներից քննադատում էին, ասում են իսկական հարցերը թողած ուրիշ հարցեր եք գնում տալիս պարոն Քոչարյանին, այդ իսկական հարցերից մեկն է իրենց փոխանցած հանրության, որը պատկս եմ համարում փոխանցել։ Նախ ձեզ հարցնում են, ձեր կառավարման ժամանակ երբևէ ԱԱԾ-տնօրեն Կառլոս Պետրոսյանը ձեզ զեկուցել է, որ Նիկոլ Փաշինյանը հավաքակցված գործակալ է, թե չի զեկուցել։ Դուք ձեր առանձնատանը Մհեր Գրիգորյանին ընդունել եք 2020-ի նոյեմբերի 11-ին եւ 2023-ի սեպտեմբերին։ Դուք եք Գագիկ Ծառուկյանին խնդրել, որ ԲՀԿ-ի քվոտայով ինքը փոխվարչապետ դառնա Փաշինյանի մոտ։ Եղել է այնպիսի իրավիճակ, որ Մհեր Գրիգորյանը ուզենա դուրս գա, դուք ինչ ձևերով համոզեք, որ ինքը այնուամենայնիվ մնա եւ շարունակի աշխատել։ Սա այդ հարցերից մեկն է։ Մի րոպե, մեկը Կառլոս Պետրոսյան, ես կհիշեցնեմ։ Ինչ։ Կառլոս Պետրոսյան։ Երբ գնանք լավ, մեկ Կառլոս Պետրոսյան, մեկը Մհեր Գրիգորյան, մյուսը եթե կարելի հարցնեմ, եւս մի հարց ունեմ, էլի։ Որը կապված է արդեն այն հիմնական մեղադրանքների շարքերից մեկն է, որ դուք ձեր կառավարման շրջանում երազգային հարստությունները վաճառել եք օտարին։ Խոսվեց Մերգելյան ինստիտուտի մասին, բայց իմ խոսքը Գույք պարտքի դիմաց գործարքի մասին չէ, որ այդ կապված տարբեր առիթներով դուք խոսել եք, որ 300 միլիոն է եղել մեր բյուջեն, քեշով փակելու դեպքում խնդիր կունենանք այդ պարտքը 100 միլիոն։ Խոսքը այլ ուրիշ կարևոր ձեռնարկությունների մասին է, մասնավորապես Արմենիա հյուրանոց այդ տարիներին սեփականաշնորհվեց, ԱՆԻ Երևան հյուրանոցները սեփականաշնորհվեցին, Արմենտելը հայտնվեց հույների ձեռքում 10 տարի օտարից կախվածության մեջ ենք մենք ընկել, Կապի Բոլոտոն Վիոլիա ջուրը հանձնվեց, բացի այդ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ $600,000 սեփականաշնորհվեց, դա համարվում է ձախողված գործարք, որովհետև Կոմստապ ընկերությանն էր օտարվել, որը հետո դարձավ Geopromining Gold-ը, այսպես մեկը մեկին փոխանցելով։ Վատ են համարում այն գործարքը, որը Աղթալայի, Կապանի լեռնահարստացման կոմբինատների վաճառքը, ընդերքի վաճառքը, այսպես ասած, եւ հատկապես ԶՊՄԿ-ի վաճառքը համարում են շատ ոչ արդյունավետ մեր քաղաքացիների համար, քանի որ այն վաճառվեց $132 միլիոն, երբ որ այդ ընկերության մի տարվա հասույթը հաջորդ տարվա $190 միլիոն է կազմել, այսինքն մի տարվա հասույթից ավելի քիչ գումարով է վաճառվել ըստ վերլուծությունների, եթե ինչ որ տվյալ սխալ է, դուք կխնդրեմ ճշգրտեք եւ ավելի ճիշտ տվյալներ ասեք։ Հիմա հարցը հետեւյալն է, չկա զղջում, որ մեր հանրային սեփականությունը, մեր հանրային միջոցները, մեր ազգային հարստությունները ժամանակին օտարվել են, այս շարքի մեջ նաև Պեռնո Ռիկարի մասով նշեմ, այստեղ մի տեսակ սխալ կա, ես հետևել եմ ձեր բացատրություններին, դուք ասել եք ռուսներն էլ էին ուզում կոնյակի գործարանը վերցնել, բայց մենք ֆրանսիացիներին տվեցինք, որովհետև մոտեցումն այն էր, որ հետո կոնյակ բրենդը մենք կարողանանք օգտագործել, բայց հիմա մենք տեսնում ենք փաստացի մենք փաստի առաջ ենք, այդ բրենդը չենք կարողանում օգտագործել, նաև այդ մասով խնդիր ունենք։ Չկա զղջում, որ մեր սեփականությունը հանձնվել է օտարներին, շնորհակալություն։ Կառլոս Պետրոսյանի հետ երբեք որևէ խոսակցություն Նիկոլ Փաշինյանի մասին չի եղել, որովհետև այն ժամանակ Նիկոլ Փաշինյան երևույթ չի եղել։